Աֆրոդիտեն սովորեցրել էր կանանց ճաշատեսակներ պատրաստելիս օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք խթանում են սեռական ֆունկցիան, բարձրացնում են լիբիդոն, սեռական հակումը։ Եվ երախտապարտ կանայք ի պատիվ Աստվածուհու այդ մթերքներն անվանեցին աֆրոդիզիակներ։ Թեմայի շուրջ այսօր կզրուցենք բժիշկ սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանի հետ։ Արսեն, ճիշտ է, որ գոյություն ունի հատուկ սննդակարգ, որը խթանում է սեռական ֆունկցիան։ Այո, ճիշտ է։ Եվ որոնք են այդ մթերքները։ Նախ եւ առաջ դա լիարժեք սնունդն է, որը պետք է հարուստ լինի ամինաթթուներով, սպիտակուցներով, ածխաթթուներով եւ ճարպերով։ Բայց եթե որ կոնկրետ նշենք, դա իհարկե պնդուկ, պոպոկ, դա ձկներն է, նամանավանդ օվկիանոսային ձկներ են, նրանց խավիարները, տարբեր տեսակի, դրանք են խոտաբույսերը, օրինակ ժենշեն, օրինակ լիմոնիկ կիտայսկի, եւ այլն, բազմաթիվ կան այդպես նաեւ բուսական բույսեր, որոնք որ կարող են դրական ազդել սեռական ֆունկցիայի, այսինքն խթանել այն։ Իսկ որ բույսերն են, որ բացասաբար են անդրադառնում, այս թեկուզ սննդամթերքը կոնկրետ բացասաբար է անդրադառնում սեռական ֆունկցիայի վրա։ Սեռական ֆունկցիայի վրա բացասաբար կարող են անդրադառնալ ավելի շատ տապակած, խորոված վիճակով, հա, մսամթերքը, իսկ նաև խմիչքը մեծ քանակությամբ, իմիջիայլոց խմիչքը փոքր քանակությամբ ավելի շատ նա կարող է դրական ազդեցություն թողնել։ Կծում, օրինակ, փոքր քիչ քանակությամբ կծում դրական է ազդում սեռական ֆունկցիայի վրա, բայց մեծ քանակությամբ կծում ունենալը կարող է նաև բացասաբար անդրադառնալ։ Հաստորեն ևս մեկ անգամ համոզվում են, որ ամեն ինչ չափի մեջ է ոչ միայն գեղեցիկ, այլև օգտակար, նույնը վերաբերում է նաև սննդամթերքին, խմիչքներին, իսկ հայերը ավելի շատ սիրում են, ճիշտ է, խորոված ձեր նշած մթերքները, ըմպելիքները սիրում են։ Լավ, իսկ կան բացի դրանից գործոններ այլ, որոնք անդրադառնում են սեռական ֆունկցիայի վրա բացասաբար, կոնկրետ օրինակ օրինակ ստրեսը, ճիշտ է։ Ну, իհարկե, ստրեսը դա բացասաբար է անդրադառնում ոչ միայն սեռական ֆունկցիայի վրա, այլ ընդհանուր մարդու առողջության վրա, նրա աշխատունակության վրա, նաև նրա մտածելակերպի, նրա կարողությունների վրա, կարողությունները նաև սեռական կարողությունների վրա կարող են բացասաբար ազդել։ Ստրեսը դա կարող է հանդես գալ որպես պատճառային գործոն, ավելի որպես պրովոկացիա, որ այն տեղը, որտեղ որ թույլ է մարդու մոտ, այդ օրգանը հիվանդանա այս ստրեսի ազդեցության տակ, որտեղ ամեն մարդ ծնվում է թույլ տեղով, որտեղ որ թույլ է ստրեսը որպես պրովոկացիա բերում է այդ օրգանի ֆունկցիայի խանգարմանը, եւ բերելով դա կարող առաջացնել տարբեր հիվանդություններ։ Իսկ այլ գործոններ բացի ստրեսից կարող եք նշել։ Ну, իհարկե ալկոհոլի չարաշահում, նարկոտիկ նյութերի չարաշահում, թմրանյութերի չարաշահումը։ Կանայք աղջիկները կարող են իմանալ, թե իրենց ընտրյալը ինչպիսին է սեքսում։ Ну, մոտավորապես կարելի է կանխագուշակել, որովհետև հետազոտությունները ցույց են տվել, որ օրինակ այն տղամարդիկ, ովքեր սնունդ ընդունելուց արագ են ուտում, շատ արագ են ուտում սնունդը, այդ տղամարդկանց մոտ նաև սեռական հարաբերություններ է տևում կարճ եւ սեռական հարաբերություններ են ավարտում շատ արագ։ Իսկ օրինակ այն տղամարդիկ, ովքեր սիրում են չափավորություն իրենց սնունդը ընդունելու մեջ, նրանք տարբերակում են սա կարելի է, սա չի կարելի, օրինակ բիժ չեն օգտագործում, հա, օրինակ վեգետարիանցիները, բուսակերները, հա, այդ կատեգորիայում տղամարդկանց նույն ձևով իրենց պահում են սեռական կյանքում, այսինքն իրենք շատ դժվարությամբ են ընտրություն կատարում զուգընկերու, մի կողմից եւ մյուս կողմից էլ նրանք այդ չափավորությունը տարածում են նաեւ սեռական կյանք եւ սեռական կյանքում չեն ընդունում շատը, ամեն ինչը պետք է լինի չափավոր։ Իսկ օրինակ մյուս կատեգորիան այսպես կոչված գուրմանները, որոնք սնունդի մեջ սիրում են, որ սնունդը լինի գեղեցիկ, լինի համեղ, գեղեցիկ տեսք ունենա, համեղ լինի,
ճիշտ դասավորված լինի, հա, գեղեցիկ դասավորված լինի եւ գեղեցիկ ընդունվի այդ սնունդը, նույն ձևով նույն կերպ իրենց պահում են սեռական կյանքում, այսինքն սեռական կյանքով սիրում են լինի գեղեցիկ, հաճելի եւ այդ ամեն ինչը գեղեցկացնում են կարելի ասել ամեն մի սեռական հարաբերությունը։ Իհարկե դա միանշանակ չի կարելի ասել բոլորին, բայց դա ինչ որ միտեղ մտնում է կարելի ասել օրինաչափությունների մեջ։ Շատ լավ, կարծում եմ մեր կանայք կօգտվեն ձեր խորհուրդներից եւ հաջորդ հարցը իսկ կան արդյոք այլ գործոններ, որոնք խթանում են սեռական հարաբերությունների խթանիչներ են հանդիսանում։ Սննդային թե ոչ սննդային։ Դե կարող բոլորը նշել։ Ну, սննդայինը սեռականի վրա, ինչպես ես ասացի, շատ լավ են անդրադառնում այն սնունդը, որը շատ է պարունակում վիտամիններ, օրինակ E վիտամին, A խմբի վիտամինները, պարունակում են միկրոէլեմենտներ, նամանավանդ, այն ցինկ միկրոէլեմենտն է ամենա կարելի ասել դրական ազդում են սեռական ֆունկցիայի վրա, որոնք են դրանք, ասենք կարելի ասել պնդուկ, բոբոկ, հայկական աչարազեղեն, ձկնեղեն, մսեղեն, նամանավանդ օվկիանոսային ձկնեղենը եւ ցանկալի է ոչ թե լինի դրանք տապակած վիճակում, այլ մսերը մսանաթերքի մասին է խոսքը, ցանկալի է որ լինի խաշած, շոքե խաշած վիճակում ցանկալի է, որտեղ տապակած վիճակում շատ է կորուստ լինում այդ միկրոէլեմենտների։ Ну, միրգ, բանջարեղեն, այդ ամեն ինչը ամենակարևորը որ սնունդը պետք է լինի լիարժեք եւ օգտագործման պատրաստելու ընթացքում ոչ մի միկրոէլեմենտ եւ վիտամիններ, որ կորուստ չունենանք։ Այսինքն ընդհանուր օրգանիզմի առողջական վիճակը անդրադառնում է սեռական կյանքի վրա եւ պետք է դրանից ելնելով ապրել առողջ, վարել առողջ ապրելակերպ։ Իսկ կանանց ինչ խորհուրդ կտաք, ընդհանուր խոսում ենք երբեք ավելի շատ համարտկանց մասին, իսկ կանանց համար լավագույն խթանիչը ինչ է հանդիսանում։ Ну, կանանց սեքսուալությունը տարբերվում է, շատ է տարբերվում տղամարդկանց սեքսուալությունից, որովհետև տղամարդկանց սեքսուալությունը նա պարզ է, հասարակ է, պրիմիտիվ է, իսկ կնոջ սեքսուալությունը շատ ավելի բարդ է, եւ եթե տղամարդու համար որևէ կամ աֆրոդիզիակներ այսպես կոչված, որը ինչ սննդով ընդունվում, ապա կնոջ համար դա շատ ավելի բարդ է եւ կնոջ համար կարող է աֆրոդիզիակ հանդես գալ ուղղակի ուշադրությունը, մի որ կինը դա զգա, տղամարդը շատ ուշադիր է, նա սիրում է, այդ կնոջը եւ մի քաղցր, մի կոմպլիմենտը, հաջողախոսությունը կարող է հանդես գալ ավելի լավ աֆրոդիզիակ, քան ցանկացած սննդամթ։ Ժողովրդական բժշկությունը սեռական ֆունկցիայի խանգարման դեպքում առաջարկում է հետևյալ բաղադրատոմսերը. վերցնել 100 գրամ ծիրանիչիր, 100 գրամ չամիչ, 200 գրամ ընկույզ, այս ամենը աղալ, ավելացնել 100 գրամ մեղր եւ օգտագործել օրական 1 ճաշի կտալ։ Արսեն, ինչ եք կարծում, այս բաղադրատոմսը իսկապես արդյունավետ է սեռական ֆունկցիայի խանգարման դեպքում։ Ну, նա ոչ թե սեռական խանգարման դեպքում, այլ ընդհանուր առմամբ նա շատ արդյունավետ եւ շատ լավ խառնուրդ է դուք առաջարկում, որի մեջ կան թե այն միկրոէլեմենտները, թե այն վիտամինները, որոնք անհրաժեշտ են սեռական ֆունկցիայի նորմալ գործունեության համար։ Իսկ մեկ այլ միջոց, դա երբ բոլորին հայտնի ընկույզն է, որը օգտագործում են օրական 75 գրամ 1 ամսվա ընթացքում։ Իսկ ինչով է դա պայմանավորված, որ 75 գրամ օրական հետևողական 1 ամիս պետք է օգտագործել։ Որովհետև 75 գրամ պոպոկի ընկույզի մեջ կա այն մինիմալ քանակությունը օրական վիտամին E-ի, որը անհրաժեշտ է նորմալ սեռական գործունեության համար։ Շատ լավ, հաջորդ միջոցը դա ելակի օգտագործումն է, որը ընդհանուր առմամբ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնում, կարգավորում է նյութափոխանակությունը եւ պարունակում է մեծ քանակությամբ ցինկ, որը բարելար է ազդում եւս սեռական ֆունկցիայի վրա։ Եվ այսօր մենք կպատրաստենք ելակի ֆրեշ, որը կարծում եմ կանայք իրենց ամուսինների համար հաճույքով կպատրաստեն, որպեսզի նրանց սեռական կյանքը լինի ել ավելի բազմազան։ Եվ վերցնում ենք ելակ եւ ավելացնում ենք մի փոքր ջուր բլենդերի օգնությամբ։
պատրաստում։ Ավելացնում ենք մի փոքր ջուր։ Ինչպիսի ազդեցություն ունի թթվասերը, որից օգտակար է նման դեպքերում օգտագործել, օրինակ ֆրեշի պատրաստման համար ավելացնում ենք մի փոքր թթվասեր, երբ որ պատրաստ է լինում, հատկապես նրանք, ովքեր ունեն ելակի հետ կապված ալերգիայի խնդիր, հակազդեցություն, նրանց այդ դեպքում օգտակար է ցուցված է նաև թթվասերի կաթի, յոգուրտի, այսինքն կաթնաթթվային մթերքների օգտագործումը։ Եվ վրայից ավելացնում ենք մի փոքր արդեն մեզ մոտ կտրատած պատրաստ է, դա պրոդուկտն է և ըմբույզը։ Փոքր ավելացնում ենք։ Եվ ահա, ըմպելիքը մեզ մոտ պատրաստ է, կարդում խոժարի տեսք ունի, ինչպես նաև օգտակար է համատեղենք հաճելին, օգտակար է և առողջանանք։ Այս և այլ հիվանդությունների կանխարգելման և բուժման մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ տնային առողջարան ամսագրում։ Այցելեք տնային առողջարանի կայքը և դուք տեղեկացված կլինեք առողջության ոլորտի նորություններին, հետաքրքիր մանրամասներ կապված գեղեցկության, առողջության, ճիշտ ապրելակերպի հետ։